Նիկոլ Փաշինյանն էլ ասել է ոչ մի փաստաթղթում Զանգեզուրի միջանց գրված չի։ Այս երկուսը ստեղ իրար հետ են, Արամ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, իրար հետ ձեռ-ձեռի գնում են։ Արամ Սարգսյանը Վազգեն Սարգսյանի պատգամները մի կողմ թողած Նիկոլ Փաշինյանի ձեռն է բռնել, նոր եղբայր է գտել։ Եվ այսպես Նիկոլ Փաշինյանը ասում է Զանգեզուրի մի շանս ոչ մի տեղ չի լինելու։ Եվ այսպես առաջինը հարգելիներս, ուրեմն ոչ մի փաստաթղթում որտեղ նշված է, որ Ադրբեջանի արևմտյան շրջանները պիտի կապվեն Նախիջևանի հետ, ոչ մի փաստաթղթում չկա, որ դա պիտի անցնի Սյունիքով, այդ ճանապարհը կամ այդ կապը։ Ոչ ռուսական փաստաթղթում նոյեմբերի 9-ի 9-րդ կետում, ոչ էլ օգոստոսի 8-ի ամերիկյան Վաշինգտոնյան հռչակագրում։ Ոչ այնտեղ նշված չի, որ այդ ճանապարհը պարտադիր պետք է անցնի Սյունիքով։ Նման բան ասում է միայն Ալիևը, միայն, ոչ Պուտինն է տենց բան գրե ու դեմ տվե ստորագրելու, ոչ էլ Թրամփն է տենց բան գրե Ամերիկայում դեմ տվե ստորագրելու, չկա նման սահմանում, նման կետ, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև ճանապարհը պիտի անցնի Սյունիքով կամ Զանգեզուրով։ Նման բան գոյություն չունի։ Եվ միայն Ալիևի պահանջով Արամ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը ու իրանց հետ ձենձենի տված մի շարք քաղաքական պետական գործիչներ եւ իբրև թե փորձագետներ հանգարց էս Ալիևի ասածը իրանց համար սրբություն դարձրած պրոպագանդում են, քարոզում են, լոբինգ են անում Ալիևի պահանջը։ Տարբեր իբրև թե փաստարկներ բերելով, որոնց ես հիմա հատիկ կանդրադառնամ։ Կես ժամից ավել չի տևելու ես մեր հաղորդումը, ժողովուրդ ջան։ Ահա, եւ այսպես, մի հատ ցույց տամ ես։ Հիմա խնդրում եմ նայենք քարտեզին։ Տեսնում եք, սա Հայաստանն է, Հայաստանի Հանրապետությունն է, այստեղ Բաքուն, Բաքվից ճանապարհը գալիս է մինչև Կարս։ Սա մեր տարածաշրջանով անցնող այդ միջին միջանցքի ճանապարհն է։ Ուրեմն, ինչ են այսօր անում Նիկոլենք, Ալիևենք, մեկ էլ Արամ Սարգսյանենք։ Ասում են այս ճանապարհով պիտի գա անցնի։ Այստեղ Մեղրին է, Մեղրի ագարակ։ Ինչ ենք ասում մենք։ Ասում ենք, եթե ճար չունեք, ոչ մի, ուրեմն թող այս ճանապարհով գա անցնի։ Նամանավանդ, որ այս կանաչը, որը անցնում է Իջևանով, Վանաձորով, գալիս է Գյումրի եւ անցնում է Կարս։ Այս կանաչ ճանապարհը առնվազն 150 կիլոմետր ավելի կարճ է, քան այս կարմիրով գնացող ճանապարհը։ 150 կիլոմետր ավելի կարճ է, սա կանաչը, այս սրանից։ Սա առաջին փաստարկ։ Երկրորդ փաստարկ։ Կանաչ ճանապարհը Հայաստանի Հանրապետության տարածքով անցնում է 150 կիլոմետր, 160 կիլոմետր։ Այստեղ Հայաստանի միջով չի անցնում, եզրով, Հայաստանի տարածքով, բայց եզրային նեղուցի տրամաբանությամբ, ինչպես Սուեզի ջրանցքը Եգիպտոսի համար, երբ որ իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը պահպանվում է, բայց կորցնում է, սահմանափակվում է այդ ամենը նրանով, որ ստիպված է ինքը, օրինակ Եգիպտոսը Սուեզի ջրանցքով ստիպված է միջազգային, ստիպված է, պարտավորված է, այսինքն դա ինքը պարտավոր է անի, ոչ թե իր բարի կամքն է կամ իր ձեռնտու է ցանկություն։ Իհարկե ձեռնտու է, բայց դա պարտավորված է։ Ու այստեղ էլ Նիկոլ Փաշինյանը այդպիսի պարտավորություն Արամ Սարգսյանի հետ միասին այդպիսի պարտավորություններ է փորձում փաթաթել Հայաստանի Հանրապետության վզին։ Ու այս կանաչով 150-160 կիլոմետր անցնելու փոխարեն 45 կիլոմետր բերում են այստեղով անցկացնեն։ Այբ որ այստեղով անցնի, այստեղից արդեն պատրաստի գիծը կա դեպի Նախիջևան, գալիս է դեպի Երասխ։ Այսինքն
այս բացելու դեպքում կարող են նաև ադրբեջանցիները դեպի Նախիջևան անխոչնդոտ կամ խոչնդոտված, եթե կխոսանք, ճանապարհով անցնել։ Այստեղից չեն մտնի, այստեղից կմտնեն։ Ավելի շատ այս մասերն է բնակեցված, հյուսիսային շրջանն է բնակեցված Ադրբեջանի։ Հիմա պետք է այստեղից այս ֆրանգան, այս մի անգամից կգան Նախիջևան։ Բայց նրանց ուրիշ բան է պետք եւ հաղորդավարը հանրային ռադիոյով ասում է արդյոք դրանում քաղաքական, ասում ովքեր որ տենց են խոսում լավ չեն ուսումնասիրել։ Պարոն Սարգսյան, հիմա ուշադիր բռնվի մի տեղից ամուր։ Տես հիմա ոնց են ուսումնասիրել այս հարցը, այդ մասին խոսացողները։ Ու հիմա մի հատ քեզ նայի հայլու մեջ, ու մեկ էլ այս լայվի մեջ ինձ կնայես, թե ով ոնց է ուսումնասիրել այս հարցը։ Եվ այսպես 150 կիլոմետրի տարբերություն այս երկու ճանապարհների միջև, որտեղ կրկնում եմ, այսքան տեղն է թողնվում մեզ, այսքանի փոխարեն։ Սա իհարկե վճարների տարբերություն է, սա եկամուտների տարբերություն է։ Ավելին, եթե այսքան թշնամական չի բարեկամական է, ինչու է Թուրքիան այստեղ նոր երկաթգիծ կառուցում, այստեղ երկաթգիծ չկա։ Այսինքն Նախիջևանով կա, պատրաստի երկաթգծով կարող է գա Հայաստանի տարածքով մտնի Գյումրիով Կարս։ Այստեղ մենք պատրաստի երկաթգիծ ունենք Արաքսի հովտով, Արաքսի երկայնքով։ Բայց ոչ, թուրքերը նաև դրանից են հրաժարվում ադրբեջանցիների հետ միասին եւ տանում են առանձին երկաթգիծ են կառուցում Իգդիրով դեպի Կարս։ Սա Իգդիրն է։ Սա էլ Կարսն է։ Հիմա եթե այստեղ թշնամանք չկա, պարոն Արամ Սարգսյան, բա ինչի են, ինչի մեր գոյություն կներեք էլի, գոյություն ունեցող Արաքսի հովտով չեն տանում, այլ տանում են նոր կառուցված ճանապարհով, սա առաջին։ Հիմա ինչ ասում Արամ Սարգսյանը, ասում է այդտեղ ճիշտ է, փոքր-ինչ ավելի երկար է, բայց այստեղ ավելի արագ է գնում երկաթգիծը, երկաթուղին գնացքը, այս ճանապարհով ավելի երկար է գնում, որովհետև միջին միջանցքի համար կարևոր է ավելի արագ գնալը։ Ու օրինակ է բերում, ասում է, բախի ախալքալակով հիմա այդքան չեն գնում գալի, որովհետև լեռնային ճանապարհը, իսկ լեռնային ճանապարհով դանդաղ է գնում։ Ուշադիր։ Մինչև ախալքալակին անդրադառնալը, պարոն Սարգսյան, լավ, հենց հիմա Հայաստանի տարածքով Արաքսի հովտով այդ արագ ճանապարհը, հնարավոր արագ ճանապարհ, Արաքսի հովտով կա։ Ինչի են թուրքերը ալտերնատիվ կառուցում, եթե իրենց նպատակը ոչ թե Հայաստանի շրջանցելն է, Հայաստանին հնարավորինս այս ծրագրից դուրս թողնելը չի, եթե իրանց նպատակը, այլ իրոք այդ միջին միջանցքին ձեռնտու տարբերակը։ Այսքան տեղը ինչի են լրացուցիչ կառուցում, եթե Հայաստանում այսքան նույն ճանապարհը Արաքսի հովտով կա։ Կարաք պատասխանեք, լեռնային է Արարատյան դաշտը, Արաքսի ափը, Հայաստանի կողմից, լեռնային ոլորաններ, թունելներ, կամուրջներ պետք է կառուցվի, ոչ, պատրաստի կառուցված կա, միգուցե թարմացնելու, հզորացնելու, բարելավելու կարիք ունի։ Ինչի չեն դրանից օգտվում, կամ դուք Նիկոլի հետ, Ալիևի հետ, այդ իրեքովդ, ինչի չեք Հայաստանում գոյություն ունեցող երկաթգիծը Երասխից դեպի Գյումրի օգտագործում, որ ընդամենը մեզ թողնում եք ու լոբինգ եք անում միայն Մեղրիի 45 կիլոմետրը։ Եթե դուք իրոք լավ եք ուսումնասիրել, մենք էլ լավ չենք ուսումնասիրել։ Այլ փաստարկ Ուրեմն ախալքալակով թերի բեռնված է այդ ուղին, որովհետև պարոն Սարգսյան, դուք ասում եք իբր թե լեռնային է, բայց ես ձեզ ավելի այլ բաներ ցույց տամ։ Սա Չինաստանից, էսի Աֆրիկան է, էսի Չինաստանն է, էս Ռուսաստանն է, էսի Հնդկաստան, Իրան, այստեղ Հայաստանն է։ Հիմա նայեք։ Ուրեմն Չինաստանից այս ճանապարհներն են, թունդ գծով գնում այն երկաթուղին, որը գնում է։ Գալիս է այստեղ Իրանով անցնում եւ կարա Ռուսաստանով անցնի։ Եվ կարա այստեղ Իրանով գա ճյուղավորվի։ Ուշադրություն նայեք։
Ռուսաստանը եւ Իրանը շրջանցող հիմեկվա գոյություն ունեցող երկաթուղիներով, եթե չօգտվի այստեղից նոր ճանապարհից, այս ախալ քալակից, ահա, ուշադիր, այստեղ Բաքվից ախալ քալակ, Չինաստանը որտից հասնի ստե, մի հատ կասեք, Չինական բեռները ոնց պիտի գան հասնեն Բաքու, որ ընդեղից ախալ քալակ դեպի, ախալ քալակով այս ճամփանա, այս ճամ, ախալ քալակով դեպի Կարս գնան, այդ բեռները ոնց պիտի հասնեն Բաքու, մի հատ ինձ բացատրեք, եթե բեռները գնում են ստեղով ու ստեղով, այսինքն ուշադրություն, այսինքն, ահա, հարգելիներս, ախալ քալակով գնալու բան չկա, որովհետև ճանապարհ չկա, որ գա հասնի Բաքու առանց Իրանով կամ Ռուսաստանով անցնելու։ Պիտի ճանապարհ կառուցեն, Կասպից ծովից գնացքը դատարկեն, բեռնեն լաստանավեր, լաստանավերից բերեն դատարկեն, բեռնեն գնացքներ, նոր, այսինքն Չինաստանից դեպի Եվրոպա, եթե կարելի է անընդմեջ երկաթուղով անցնել, հիմա բան պետք է փոխվի, Կասպից ծովում մի երկու անգամ պետքա բեռնաթափել եւ վերստին բեռնել գնացքները, որպեսզի ճանապարհ լինի, այլ հնար չկա։ Կամ լաստանավեր լինեն, որոնք գնացքներ պիտի Կասպից ծովի վրայով տեղափոխեն։ Ուրիշ ձև չկա։ Իսկ այսօր Կասպից ծովը այդպես Կասպից ծովի վրայով գնացող, այդպիսի լոգիստիկա գոյություն չունի։ Ահա թե ինչու ախալքալակը պարապ այդ գիծը։ Ինչպես պարապ լինելու Հայաստանով անցնող ցանկացած գիծ, եթե բլոկադա չարեցին Իրանին ու Ռուսաստանին։ Այսինքն այս միջին միջանց կոչվածը ոչ թե հարմարեցնում է։ Ծովային ուղու նկատմամբ 10 քանի օր, 15 օր էր թե ավելի կարճ է։ Բայց այդ ավելի կարճ երկաթուղիներ կան Իրանով եւ Ռուսաստանով։ Եվ հիմա մեծ ծրագիր կա Իրանին ու Ռուսաստանին սանկցիաների տակ դնել, արդեն սանկցիաների տակ են։ Չինաստանին էլ արգելել, որ այդտեղով անցնի եւ ստիպեն, որ Կասպից ծովով անցնի։ Այ երբ որ կստիպեն, երբ որ այս ամենը կլինի, Չինաստանն էլ կհամաձայնվի, Իրանն էլ սենց խեղճ կողից կնայի, Ռուսաստանն էլ ընդդետղասի դե որ տենց է ես ընդունում եմ ձեր ազատ որոշումը։ Այս ամենը որ կլինի, նոր մի գուցե ախալքալակով բեռներ լինի տանելու, կամ Հայաստանով միջին միջանցքի բեռներ լինի տանելու, որովհետև քանի Կասպից ծովը, քանի Իրանով եւ Ռուսաստանով որոշակի սահմանափակումներ կան, համաձայն եմ։ Որոշակի սահմանափակումներ կան, հիմա որ Իրանով, Ռուսաստանով չի կարելի բեռներ անցկացնել, որոշակի տիպի բեռներ, բայց հիմնական մասի հետ կապված այսօրվա դրությամբ Չինաստանը չի գնում այդ ճանապարհներով։ Կասպից ծովը նա չի հատի, հենց այնց։ Իսկ Կասպից ծովի վրա մի գաղտնիք բացեմ, երկաթուղի սարքել չի լինի, ոչ էլ տակով կարած երկաթուղի սարքես։ Պատկերացնում եք ինչ անհարմար բան ստացվեց։ Հաստորեն Իջևանից պրոբլեմը Իջևանով լեռնային կամ ախալքալակով լեռնային ուղին է։ Պրոբլեմը Կասպից ծովն է։ Պարոն Արամ Սարգսյան, բացեք նայեք։ Եվ տեսեք թե Կասպից ծովով եթե կարողանային անցկացնել, այսպիսի հարցեր չլինի։ Հիմա անցնենք մյուս բանին։ Այսինքն այս մարդիկ ուզում են Իրանին ու Ռուսաստանին բլոկադա անեն, Չինաստանին էլ հարկադրեն, որ Կասպից ծովի վրայով անցնի, այնուամենայնիվ։ Եվ այստեղ է իրանց Հայաստան պետք։ Բայց ինչի պետք է Վրաստանով չանցնեն, որ։ Ինչի պետք է Վրաստանով չանցնեն։ Որովհետև Վրաստանին էլ է պետք սանկցիա կիրառել կամ ցույց տալ արևմուտքը, որ Վրաստան ջան, եթե Ռուսաստանի հետ շատ լավ եղար, մենք Հայաստանի հետ կգործարկենք եւ Հայաստանով կտանենք բեռները։ Դու կմնաս խաղից դուրս։ Իսկ եթե Վրաստանը մի օր որոշեց այնուամենայնիվ մտնի խաղի մեջ ու լավացավ եվրոպացիների հետ, ինչա լինելու, այո, Հայաստանից անցնող բեռների մի մասը տանելու են Վրաստանով անցկացնել։ Ինչու՞, որովհետև միջին միջանց կոչվածը 11000 կիլոմետր է, որը ծովային ուղին կրճատում է 15 օր թե ավել անգամ, ու 6 ժամ էսկոմենկոն բան չի փոխում այդ մարդկանց համար։ 300 կիլոմետրը Վրաստանով անցնող 11000 կիլոմետր այդ միջանցքի մեջ բան չի փոխում։ Նույն ձևի Հայաստանում անցնող այդ 150 կիլոմետրը
Այդ 11000 կիլոմետր ճանապարհի մեջ էլի պրոպորցիայի առումով բան չի փոխում։ Բան չի են Արամ Սարգսյանը, Նիկոլը Մեկել Ալիևը սենց ջիգարով ձեռձեռի տված մեզ համոզում, որ մեղրիով անցնեն, որովհետև ստեով ընդամենը պետքա այո Թուրքիան Ադրբեջանի հետ կապել։ Նրանց գերխնդիրը դա է։ Իսկ Չինաստանից Եվրոպա 11000 կիլոմետրի մեջ վերևով կանցնես Վրաստանով, Հայաստանով թե մեղրիով, այդ էական բան չի փոխվում տեղափոխողի համար։ Այդ 11000 կիլոմետրանոց պրոյեկտը անողի համար շատ բան չի փոխվում։ Դա փոխվում է Հայաստանի ու Ադրբեջանի համար։ Հայաստանի համար է փոխում 45 կիլոմետր իր տարածքով կանցնեն, թե 3-4 անգամ ավելի երկար։ Հասկացաք։ Նախիջևանը Իջևանով կգա երասխով դուրս կգա Ադրբեջանը, մեկ եւ ընդմիշտ մոռանալով այդ Զանգեզուր բառը, որպես Զանգեզուրի միջանցք։ Անընդհատ ասում են, դա միջանցք չի, դա միջանցքային տրամաբանություն չի։ Իսկ ինչի՞ չեք ասում, բայց ինչի Զանգեզուրով։ Ինչի Զանգեզուրով, այ ընկեր։ Ով ասեց, որ պիտի Զանգեզուրով այդ կապը լինի։ Որտեղ է գրած, որ պայմանագրում։ Կարող է պայմանագրեր կան, որ չեք հրապարակել, մենք տեղյակ չենք։